Հարգելի գործընկերներ, քանի որ նիստը շուտով կավարտվի եւ ամենայն հավանականությամբ սա կլինի 8-րդ գումարման ազգային ժողովի վերջին նիստը, ես ուզում եմ իմ եւ նաեւ բոլորի անունից շնորհակալություն հայտնել ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին վերջին մի փոքր շտապեցիք, վերջին 5 տարիներին ազգային ժողովի նախագահի պարտականությունները փայլուն կատարելու համար, Պարոն Սիմոնյանը շատ կարևոր ժամանակաշրջանում է ազգային ժողովի նախագահ եղել, աշխարհի ամենահեշտ ազգային ժողովում չի, որ նախագահ է եղել, բոլորը տեսել եք, թե ինչ մարդկանց տեղտեղել սուբյեկտների հետ է ստիպված եղել շփվել, այս տարիների ընթացքում Հայաստանը անցել է բազմաթիվ բարդությունների, դժվարությունների միջոցով, բայց մենք բոլորս Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավորությամբ եւ մենք էլ ազգային ժողովում պարոն Սիմոնյանի գլխավորությամբ հասել ենք մեր ամենակարևոր խոստման կատարմանը, խաղաղությանը, եւ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Սիմոնյանին մեր քաղաքական թիմը առաջնորդելու համար։ Բայց սա դեռ ամենը չէ, որովհետև պարոն Սիմոնյանը այս ամեն ինչը մենակ չի արել, մեզ լքում է նաև ազգային ժողովի լավագույն փոխնախագահ Հակոբ Արշակյանը, եւ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև պարոն Արշակյանին իր պարկեշտության եւ իր քաղաքական սկզբունքայնության համար։ Եվ ուզում եմ արդեն իմ պարոն Սիմոնյանի եւ պարոն Արշակյանի անունից շնորհակալություն հայտնել քաղաքացիական պայմանագիր խմբակցությանը, պնդության, հաստատակամության համար եւ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին, որը կրկին փայլուն կատարեց իր առաքելությունը։ Շնորհակալություն։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, իմ առաջին ելույթով ես այս ամբիոնից ներկայացրել եմ ազգային ժողովի նախագահի մեր թեկնածու Ալեն Սիմոնյանին եւ իմ վերջին ելույթով այս ամբիոնից ես ուզում եմ շնորհակալություն հայտնել եւս մեկ անգամ ազգային ժողովի նախագահ պարոն Սիմոնյանին իր կատարած շատ կարեւոր եւ վճռական աշխատանքի համար եւ ես ուզում եմ նաեւ արձանագրել, որ մեր թեկնածուն եւ մեր առաջադրած թեկնածությունը իսկապես հաջողված էր եւ հաջողված էր նաեւ այն փաստի բերումով, որ պարոն Սիմոնյանը մինչ այս պահը առաջին ազգային ժողովի նախագահն է, ով պաշտոնավարել է իր գործունեության ամբողջական ժամկետով եւ ես ուզում եմ եւս մեկ անգամ շնորհավորենք եւ շնորհակալություն հայտնենք պարոն Սիմոնյանին այդ աշխատանքի կապակցությամբ։ Պատմություն կերտեցինք միասին եւ ես անկեղծ շատ հպարտ եմ, որ միասին աշխատել ենք, հպարտ եմ, որ այդ ծանր բաների միջով միասին ենք անցել ու կյանքում իրար վրա որևիցե ձևով կասկած չենք ունեցել։ Նաև լավ բաների համար եմ հպարտ, որովհետև այն ճամփորդությունները, այն իրադարձությունները, այն բանակցությունները, այն միջազգային հանդիպումները, որը որ մենք ենք իրականացրել միասին, իրոք պատմական են, մերսի շատ, ապրեք բոլորդ։ Ես նույնպես շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ, նաև աշխատակազմին բոլոր բաժիններին շնորհակալություն եմ հայտնում եւ պարոն Ռուբինյանին իմ ընկերոջը հաջողություն եմ մաղթում, թող ինքը լինի երկրորդ ազգային ժողովի նախագահ, որ ստաբիլ 5 տարի կունենա ազգային ժողովում եւ եթե ինչ-որ աշխատանքիս ընթացքում ինչ-որ մեկի նկատմամբ անարդար եմ եղել, թող ներողամիտ լինեն։ Դուք գիտեք, որ ես բոլորիդ սիրում եմ ու ինչքան կարեւոր եք բոլորդ իմ համար։ Եվ վերջում կեցե նահատակները եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։